Սևանա թերակղզին հայտնի է ոչ միայն իր վանքերով, այլ նաև ամենափրկիչ խաչքարով։ 1653 թվականին Դրդատ կազմողի կողմից կերտված այս հրաշքը գտնվում է Սևանա թերակղզու առաքելած վանքի խորանին մոտ և նվիրված է Հայրապետին և Ռեբեկային։ Խաչքարը սկզբում եղել է Նորաշեն գյուղում, այնուհետև 19-րդ դարավերջից սկսած արդեն բերվել է այստեղ։ Խաչքարի վրա կարող ենք տեսնել աստվածաշնչյան 9 տեսարաններ՝ խաչելության, դժոխքի ավերման, Քրիստոսի երկրորդ գալստյան, ամենակալը չորեքտարյան աթոռին, մեղքի կշեռքի, դատաստանին սպասվող մեղավորներին ու արդարներին, Աստվածածի նման կանհետ և Եզնուեշը որպես ցուցում ծննդի։ Խաչարձանի կենտրոնում խաչելության տեսարանն է։ Քրիստոսը խաչված է ծաղկուն խաչի վրա երկար ոլորուն մազերով, որոնք ուսերից էլ ցած են իջնում։ Խաչի երկու կողմերում կանգնած են Մարիամ Աստվածածինը և Հովհաննես Ավետարանիչը։ Խաչելության տակ խաչքարային քանդակում կարող ենք տեսնել դժոխքի ավերման տեսարանը։ Դարձյալ Քրիստոսը երկար ոլորուն մազերով, ոտքերի տակ դժոխքի դրդներն են, աջով բռնել է Ադամի ձեռքը, որն էլ իր հերթին բռնել է Եվայի ձեռքը։ Ձախ ձեռքի խաչկավազանով խոցում է օձամարմին գալարուն վիշապներից մեկին, իսկ աջով մյուս վիշապի բերանից դուրս է հանում իրար ձեռք բռնած Ադամին և Եվային։ Օրինվածքի վերինաճանկյուններում պատկերված ծառը, որը խորհրդանշում է դրախտը, ծանրաբեռնված է խաղողի ողկույզներով։ Քիվից ներքև ձախ կողմում կրկին հանդիպում ենք Քրիստոսին, ով այս անգամ արդեն ամենակալ տիպի պատկերավորմամբ է։ Աջ ձեռքը բարձրացրել է վեր օրհնելու համար, իսկ ձախը ծալել կրծքին։ Այս տեսարանում Քրիստոսը շրջապատված է 4 ավետարանիչների կենդանակերպով՝ մարդ, առյուծ, ցուլ, արծիվ։ Անմիջապես ներքևում Մարիամ Աստվածածինն է գրկում առած մանուկ Հիսուսին, ապա պատկերված են երկու կենդանիներ՝ Էշը և Եզը, որով Դրդատը ցանկացել է պատկերել Քրիստոսի ծննդյան տեսարանը։ Կենդանիներից ցած կարելի է նկատել 3 թագազարդ ֆիգուրներ, նրանք հաճախ նույնականացվում են մոգերի հետ, բայց դրանք արդարների դասն են վերջին դատաստանի տեսարանի հետ կապված։ Հակադիր կողմում վերից վար վերջին դատաստանն է պատկերված, ամենից բարձր Հիսուսի գլուխն է, աջից և ձախից Արեգակն ու Լուսինը, սրանց տակ 4 հրեշտակներ փողերը բերաններին։ Սրանից ներքև պատկերված է պեղքի և արդարության կշեռքը։ Սատանաներից մեկը բարձրացնում է մի թաթ, իսկ մյուս թաթով ցած քաշում, որ մեղքն ավելի ծանրանա։ Եվ վերջապես վերջին հատվածում կարող ենք տեսնել 3 մարդկային ֆիգուրներ։ Վերջիններս խորհրդանշում են մեղավորների դասը։